Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր փետրվարի 19 է 2026 թվական։ Մինչ խոսել աշխարհաքաղաքական տարածաշրջանային ներպետական ուշագրավ թեմաներից, ուղղակի ասեմ, որ շատ էին ինձ հարցնում ընտրությունների հետ կապված ինչ ենք անում, ասեցի, որ երբ որ վերջնական որոշում կլինի, անպայման ձեզ կտեղեկացնեմ, երեք հուշագիր ստորագրեցինք Հայաստանի Շնորհապետական Կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանի հետ եւ պայմանավորվեցինք, որ միասնական մասնակցում ենք ընտրություններին Հայաստանի Շնորհապետական Կուսակցության նախընտրական ցուցակով։ Դրան անդրադառնամ մի քիչ ավելի ուշ, որովհետև կարևոր թեմաներ կա, դրանց մասին խոսենք, անպայման երկրորդ մասում խոսենք նաև ինչու է այդպես որոշվեց եւ ինչ առաջիկա անելիքներ ունենք։ Հիմա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի կնախագահի իր նախաձեռնած խաղաղության խորհրդի առաջին նիստը, որին ինչպես սպասվում է կմասնակցեն ավելի քան 45 երկրների ներկայացուցիչներ։ Թրամփը պետք է ելույթ ունենա Դոնալդ Թրամփի անվան ԱՄՆ խաղաղության ինստիտուտում Վաշինգտոնում գտնվող կառույցում, որը վերջերս է վերանվանել իր անունով։ Թրամփի խաղաղության խորհուրդը վիճահարույց է։ Սա Reuters-ի գնահատականն է, դրա համար մինչև հավաքը ներկայացնում, թե ինչ են ներկայացնում, այդ հավաքի հետ կապված վիճահարույց է։ Այն ներառում է Իսրայելի, բայց ոչ Պաղեստինի ներկայացուցիչներին, եւ Թրամփի առաջարկը, որ խորհուրդը կարող է ի վերջո լուծել Գազայից դուրս առկա խնդիրները, մտահոգություն է առաջացրել, որ այն կարող է խաթարել ՄԱԿ-ի դերը որպես գլոբալ դիվանագիտության եւ հակամարտությունների լուծման հիմնական հարթակ։ Այնուամենայնիվ այն չի ներառում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամների, ինչպիսիք են դե 5 անդամը՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Չինաստան, այսինքն 5 անդամից 4-ը չի մասնակցում։ Նշենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցով Վաշինգտոնում են եւ նույնպես մասնակցելու են միջոցառմանը։ Խաղաղության խորհրդի անդամը, որը խոսել է անանունության սկզբունք պայմանով, Reuters-ին ասել է, որ Գազայի ծրագիրը բախվում է լուրջ խոչընդոտների։ Այսինքն է, որ խաղաղության խորհուրդը Դոնալդ Թրամփը ցանկանում էր, որ լինի այլընտրանք ՄԱԿ-ին, հասկացավ, որ չափազանց անլուրջ է այդ ծրագիրը, ուղղակի շատ արագ հասկացավ, հիմա էլ ուղղակի շատ ուզում է կարևորի, որ տեսեք մենք այն ինչ որ անում ենք Գազայի հետ կապված ենք անում, նույնիսկ Գազայի հետ կապված անելը մարդիկ վերագրում են, որ դա էլ վիճահարույց է, որտեղ որևէ լրջություն դրա մեջ չկա։ Հա կարելի է փողեր ներգրավել, կարելի է ինչ-որ գործեր անել, բայց մարդիկ հիշում են Գազայի հետ կապված Դոնալդ Թրամփի նպատակը խաղաղությունը չէր, այլ Գազան դատարկելը։ Տեսա, որ դա չստացվեց, մարդկանց չկարողացավ տարհանի, բարեկամ արաբական երկրներ, որոշեց անգամ աֆրիկյան երկրներ, ոչինչ չստացվեց, արդյունքում մտածեց մի հատ կառույց ստեղծի, որով կառավարի Գազան, մեծ ավելի տես ճոխ տեսք տա դրան, այնուամենայնիվ փորձի ինչ-որ ձևով այդ տարածքի վրա կառավարություն, ինչ-որ ձևով իշխանություն հաստատի, միևնույնն է դա ուղղակի վատը նա է, որ Հայաստանը դրան մասնակցում է, արդյունքում պետք է հասկանանք, վերջը մենք դա ինչ ենք շահում։ Վաշինգտոնում մեկնարկել է խաղաղության խորհրդի առաջին նիստը, հանդիպման սկզբում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որից հետո Հայաստանի վարչապետը զրույց է ունեցել փոխնախագահ Ջեյդի Վենսի հետ։ Փաշինյանը նաև ոչ պաշտոնական շփում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, նրանց զրույցին մասնակցել են նաև Ղազախստանի, Ուզբեկստանի նախագահները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսելով Փաշինյանի ու Ալիևի մասին ասել է. «Կարծում եմ նրանք ընկերներ են դարձել, վստահ չեմ, ինձ թույլատրվում է սա ասել թե ոչ, բայց կարծում եմ այո»։ Իր ելույթի վերջում Թրամփը ծափահարեց Փաշինյանին Ալիևին, հայտարարելով, որ նրանք կարող են հպարտանալ իրենցով, նրանք իրենց հերթին միմյանց ձեռք սեղմեցին, հետո ասեց ոտքի կանգնեցին, շատ ջերմ թափահարեցին ձեռքը, Ջեյդի Վենսը շնորհակալություն հայտնեց, ողջունեց եւ այլ եւ այլ։ Իհարկե այս ամեն ինչի մեջ հարց է առաջանում Հայաստանի դերակատարությունը, որտեղ եթե այդ կառույցը անլուրջ է, հիմա մենք ցույց ենք տալիս, թե այսի տեսակ ինչ Փաշինյանը գնաց սրա հետ հանդիպեց, նրան բարևեց, նրա հետ զրուցեց, բոլոր միջազգային հանդիպումներին բոլորին բարևում են ու զրուցում են։ Այդ մի զարմանալու բան չի, իրանք են ուղղակի հատուկ ցույց է տալիս, թե ինչ է, որ դա շատ կարևոր է իբր թե այդ զրույցները։ Իսկ հիմա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ղազախստանը, Ադրբեջանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Մարոկկոն,
Բարեյնը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Ուզբեկստանը, Քուվեյթը բոլորն էլ օգնության փաթեթին նվիրաբերել են ավելի քան $7 միլիարդ։ Այս մարդկանց մեծ մասը առաջնորդներ են, բարձր հարգանքի արժանի անհատներ են, բայց Մերձավոր Արևելքի առաջնորդների մեծ մասը աշխարհի տարբեր երկրներից են, եւ նրանք նաեւ շատ առատաձեռն են իրենց փողերի հետ։ Միացյալ Նահանգները նույնպես շատ առատաձեռն է։ Հիմա խնդիրը որն է, երբ որ շախմատի լեզվով ասած ցուկցվանգը հենց նա է, որ ինչ քայլ անեսի վնաս քեզ է, իսկ եթե քայլ չես անում, ժամանակդ վերջանում այնուամենայնիվ պարտվում ես։ Հիմա եթե մենք հայտնվել ենք այդ շրջապատում, հիմա ստացվեց այնպես, որ Դոնալդ Տրամփի համար շատ կարևոր է, որ փող դնեն։ Հիմա նավթ ունեցող երկրներ են, ասում փող դրեք, նրանք էլ դնում են, հայ ասում են ինչ ա եղել որ։ Եվ արդյունքում ստացվում է, դու գնացել ես աղքատ բարեկամի տեսքով, Տրամփն ասում է, այս նրանք փող դրեցին, նրանց գովում է, բան անում, իրենք դուք առատաձեռն եք, մենք էլ, իսկ Հայաստանն այնտեղ ուղղակի ֆոնն է ապահովում։ Եթե Նիկոլ Փաշինյանը ասեր, որ լավ, Հայաստանի բյուջեի հաշվինքն էլ փող կդնի, դա էլ կլներ սխալ, բան չեմ ասում, ցուկցուվանք, որտեղ մարդիկ կասեն ընկեր ջան, այդ Հայաստանի բյուջեի փողերը հետում ես տալի տան, իսկ գազայի վերականգնում։ Մենք վերականգնելու տեղ չունենք, հենց դա է, որ մտնում ես մի խաղի մեջ, որը քոնը չի։ Այդ պարագայում դու ինչ էլ անես, հիմա վիճակը պատկերացրեք դրանց, որ գնացել են, հանել են, էնից, ի վերջո արդյունքում մենք գիտենք, եթե այդ կառույցի այս լրջություն որևէ ձևով չի պարունակում, որոշ ժամանակ հետո պարզ է դառնալու, որ դա կոնգրեսին ընդհանրապես հետաքրքիր չի որպես կառույց, որպես այդպեսին, որոշ ժամանակ հետո կոնգրեսի ընտրությունները նոյեմբերի 3-ին Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի եւ այդ պարագայում հասկանում եք, որ արդյունքում կարող է իրավիճակ փոխվի եւ ստացի, որ մենք Ամերիկայի գործընկերը չենք։ Մենք ընդհանրապես ոնց որ Ալիևը գնում է Փաշինյանը արդեն մտածում է, դե ինչ անենք Ալիևի հետ լնենք, որ մենք ոնց որ հավասար միասին, չէ, հավասար միասին չես։ Դու ուղղակի այնպես դառել ես փոքր աղբոր կարգավիճակ։ Տրամփը ասում է ընկերներ են, բայց եթե Տրամփը հանձնարար էր, որ ամուսնանային, կամուսնանային է, դե մի Տրամփը ասում է, ճարներն ինչա որ չանային, էլի։ Այս է վատը։ Եվ խնդիրը որն է, որ շատ դեպքերում ասեն ճոխ ներկայացնում են, այդ տեսեք Հայաստանը ինչ լուրջ ձեռք բերում, Ամերիկայի նախագահի հետ եւ այլ, բայց գիտենք, որ մենք գործընկեր չենք։ Այս ուղղակի Տրամփին շատ կարևոր է, որ տեսեք, մի հարց եմ լուծել, վեր կացեք, ծափ տանք, էս անեք, ինքը իրան գովալու համար է այս ամեն ինչն անում, էլի։ Բայց արդյունքում որոշ ժամանակ հետո ինձ իրավիճակը փոխվում է, ասում են, դե Փաշինյանի ճարն ինչ էր որ չգնար։ Յոր ջան, դե որոշեք, մի ճարն ինչ էր ստիպված գնացել, հա, ճարն ինչ էր որ Ալիևին տենց ջերմ ընդունում, հա, ճարն ինչ էր որ Էրդողանին է ընդունում, Պուտինը ընդունում, թե մենք ի վերջո քաղաքականություն ենք վարում։ Կողմնորոշվեք, որտեղ այդ ցանկացած հանդիպում ներկայացնում եք շատ բարձր մակարդակի կարևոր հարցեր, հենց ջրերես է դուրս գալը, որ Նիկոլ Փաշինյանը գնացել է սրա նրա ոտերն անգել, ասում եք բաճարն ինչ էր։ Ուղղակի կողմնորոշվեք, ինչը ինչոց է, որովհետև այդ կարգի ջերմ խաղաղություն բերեցին կեսարին, կենարինք, հիմա անմիջապես այդ ընթացքում, երբ որ Փաշինյանը Վաշինգտոն է գնում, Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևը ինչ որ հարցի հետ կապված գնահատական է տալիս, չէ՞։ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Բաքվի ռազմական դատարանի դատավճիռը ոչ միայն արդարության վերականգնում է, այլև ադրբեջանական ժողովրդին հսկայական տառապանքներ բերած շուրջ 30-ամյա հակամարտության խորհրդանշական ու տրամաբանական ավարտը, որն ահռելի տառապանքներ պատճառեց Ադրբեջանի ժողովրդին։ Առաջ մղելով հակամարտության լուծման յուրահատուկ ռազմաքաղաքական մոդել եւ նախաձեռնելով հակամարտային խաղաղության օրակարգ, Ադրբեջանը նաեւ ապահովել է պատասխանատվություն պատերազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց, այդ թվում Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Ռուբեն Վարդանյանի եւ այլոց համար։ Պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրվող անձին արդարացնելը հավասարազոր է այն հանցագործությունների օրինականացմանը եւ հանցակից դառնալուն պատասխանատվության սկզբունքի խաթարմանը։ Կայուն խաղաղություն եւ էթնիկ հաշտեցում հնարավոր չէ ձեռք բերել առանց արդարադատության։ Ադրբեջանը կշարունակի իր հաստատակամ ջանքերը տարածաշրջանի խաղաղության օրակարգն առաջ մղելու եւ ամրապնդելու ուղղությամբ, գրել է Հաջիևը։ Հիմա այստեղ խնդիրը որն է։ Եթե խոսքը վերաբերում է Ռուբեն Վարդանյան, Բակո Սահակյան, Արայիկ Հարությունյան, իհարկե մենք շատ հարցեր ունենք,
որ ինչու այսպես արեցիք, ինչու այնպես արեցիք, ու դա այնպես չի, որ մշտապես խոսել ենք, այնպես չի, որ այսօրվա դրությամբ իրանք բանտում են, մի քիչ էլ ավելի քիչ ենք խոսում, հայտնի պատճառներով, էթիկայի նորմաները պահպանելու համար, բայց միևնույնն է, մենք ունենք չէ՞ մեր պահանջները, թե ինչու այդպես վարվեցիք, ինչու Հայաստանի շահերը այդպես ծախեցիք, ինչու Արցախի շահերը ծախեցիք, ոնց եք դուք դիմում Ռուսաստանին, ասում եկեք Արցախը վերցրեք, Հայաստանն էլ վերցրեք, չասենք դա Զորի Բալայանը իրանք ինչ կապ ունի։ Բակո Սահակյանը այդ ժամանակ նախագահ էր, Զորի Բալայանի հայտարարությունից հետո Սերժ Սարգսյանը գնաց Արցախ եւ վերցրեց Բակո Սահակյանին, Զորի Բալայանին գնացին մի հատ զորամաս, այսինքն դրանով ասին, որ այն ինչ որ ասել է, մենք տեր ենք։ Այդ ամեն ինչը Հայաստանում չէին լսում, որ Արցախից ասում են Ռուսաստան արի, Հայաստանը վերցրու, Թուրքմենչայի պայմանագրով դա քոնն է։ Հերիք չէ Արցախն էին առաջարկում, մի հատ էլ Հայաստանը։ Մենք այդ ամեն ինչը ասել ենք, խոսել ենք, չեմ ուզում նորից այդ ամեն ինչը կրկնեմ, բայց խնդրի լրիվ ուրիշ է։ Եթե այս որակավորումով Ադրբեջանը դատում է եւ ինքը արդարությունով վերականգնում, ինքը էս անում, էս անում, լայք գնահատականներ է նայեք։ Դա արդեն մենակ նրանց չի վերաբերվում։ Դա վերաբերում է կոնկրետ Հայաստանին, որովհետև Նիկոլ Փաշինյանը ինքը ընդունեց, որ Հայաստանն օկուպանտ է։ Նիկոլ Փաշինյանն ասեց, «Էլ ինչ անեմ ձեզ համար»։ Ասեմ, որ 91 թվականից էր Արցախը Ադրբեջանի կազմում։ Դե այդ ասեմ, որպեսի Արցախում կռվողները դառնան օկուպանտ, եւ 91 թվականից հետո Արցախյան բոլոր իշխանությունները լինեն անջատողականներ եւ հանցագործներ։ Բա ով արեց դա։ Հիմա կարող ասել Փաշինյանը չարեց, իրանք են դատում։ Ոնց։ Փաշինյանը գրեց դրեց ձեռները։ Փաշինյանը ցուցմունք տվեց, պաշտոնապես Հայաստանի բարձր ամբիոնից ասեց Ժորժ ջան, 91 թվից դա ձերն էր, եթե 91 թվից ձերն էր, ու ինչ որ մեկը այդ տարածքում ղեկավարել է, նա անօրինական է ղեկավարել, որովհետև այդ տարածքը ձերն էր։ Ուրեմն թալանել են, ուրեմն գրավել են, ուրեմն ինչ են արել։ Բայց դատեք ինչ ուզում եք արեք։ Դուք չգիտեք ինչ կատարվեց։ Չգիտեք ոնց եղավ, որ Արցախը դատարկվել է երբ 23 թվականին, չէ՞։ Բայց դրանից առաջ, որ Նիկոլ Փաշինյանը 20 թվականից հետո ասում է, որ ես 18 թվից գիտեի, որ Արցախը իրանցն է, պատերազմ պետք է լիներ, որ հանձնեի, թե չեք ասեին դավաճան։ Այս նույնը պետք է լիներ առանց զոհերի։ Բայց մարդիկ հարցնում են, հիմա Արցախի համար ինչ ես անում, պատերազմն ավարտվել է։ 21 թվականի ընտրություններ գնացել էր, Արցախի հետ կապված լուրջ ծրագրերից էր խոսում։ Ասում են, «Հիմա ինչ ես անում», փող եմ տալիս, պետք է անեմ։ Ինձանից շատով է փող տվել, ոչ մեկը չի տվել։ Ինչից խոսում են, ասում են փող եմ տալի։ Բա որ դու գիտեիր, որ դա Ադրբեջանինն է ու հանձնելու են, փող են չէիր տալի։ Հայ հարկատուի փող են չէիր տալիս Ադրբեջանը։ Ալիևի պետք էր, որ այդ փողերը տային, այնտեղ կառուցեին, որպեսզի Հայաստանը թուլանար։ Հետո արցախցիները այնտեղից գային Հայաստան, հիմա էլ բյուջեից փող տաս, որ այդ մարդկանց պահես։ Հիմա էլ փող տաս, որ այդ մարդիկ Հայաստանում ինտեգրվեն։ Բայց այդ դեպքում հարց, բա այն ինչ էիր այնտեղ տալի, եթե գիտեիր, որ դա Ադրբեջանի տարածք, այսինքն Հայաստանի բյուջեից Ադրբեջանի տարածքն ֆինանսավորում էիր։ Եթե դու ասես, որ իմ ձեռից խլել են, եթե դու ասես, որ դե պատերազմի ժամանակ վերցրեցին, ես ինչ անեմ, ուզում էինք սարքենք, չստացվեց։ Բայց երբ որ ասես, չէ, Ժողովուրդ ջան, 91 թվից իրանցներ, մարդիկ պարզ հարց են տալիս, որ 91 թվից իրանցներ, Հայաստանի բյուջեի փողը Ադրբեջանը ոնց է այդ ֆինանսավորում կատարում։ Սրա մասին է խոսքը, չէ՞։ Բայց ինքը դրատակից չի կարող դուրս գա։ Դրա համար էլ ասում ախպեր, դատում եք, դատեք, լավ արեք, մենակ իրանց մի խոսացրեք իմ դեմ։ Չնայած վաղուց խոսացրել են, իրանց պետք է կատ բանել ամեն ինչ գիտեն։ Այնպես որ այս ձևով են խաղաղության գնում։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտնել է. Հայաստանի իշխանությունների ցանկությունը փոխարինել Ռուսաստանի Հանրապետության երկաթուղիների կառավարման հարցում թերամշակված որոշում է։ Գրեթե 2 տասնամյակների ընթացքում կառուցված համակարգը կարող է պարզապես մեկ օրում փլուզվել։ Դրա պատասխանատվությունը որևէ բարեկամ երկիր բնականաբար չի կրի։ Հույս ունեմ, որ պատասխանատու որոշումներ կայացնելիս Հայաստանի ղեկավարությունը կելնի բացառապես իր քաղաքացիների շահերից։ Հիմա խնդիրը սա է։ Հիմա ասում ենք Նիկոլ Փաշինյանն ասեց, որ եթե կոնցեսիոն պայմանագիրը Ռուսաստանը չի վաճառում, մենք թրիպի մեր գործընկերների հետ խնդիր ենք ունենում։ Դժվարություններ ենք ունենում, իրանք չեն ուզում Ռուսաստանի միջոցով հարաբերվեն։
Դրա համար Ռուսաստանի խնդրենք թող դա վաճառի ինչ որ մի բարեկամ պետության մեր համար, իր համար, որ գոնե այդ խնդիրը չունենանք թրիփի հետ, այսինքն մենք Ռուսաստանի հետ խնդիր չունենք։ Ուղղակի թրիփի գործընկերները ունեն, որի պատճառով Նիկոլ Փաշինյանը ասում Ռուսաստան օգնի դա տանք։ Եվ այն դեպքում, երբ որ դա մինչև 2038 թվական ռուսների ձեռքին է ալնելու։ Եվ ստացվեց այնպես, որ Նիկոլ Փաշինյանը դիմեց, որ եթե դու դա չանեք, իրանք էլ չեն համաձայնի, որ Հայաստանի տարածքով մտնող երկաթգիծը մտնի Նախճեվան, հետո մտնի Հայաստանի տարածք, որը ի սկզբանե ինքը ասում էր, տենց պետք է լինի։ Դե ասում է, դե ինչ անեմ, դե նրանք համաձայն չեն։ Եվ այս պարագան դե մեղավորնով է Ռուսաստանը։ Բայց արդյունքում մենք Ռուսաստանի դեմ խնդրեմ չունենք, ասում եմ Ռուսաստանի դեմ բան չունենք անելու, չենք արել, չենք անում, չենք էլ անելու, ուղղակի մեր գործընկերներն են տենց ուզում, որ Ռուսաստանը արանքից դուրս գա։ Եվ Ռուսաստանն ասում է դուրս չեմ գալի, հիմա ինչ է նշանակում։ Դու խնդրում ես դուրս գա, դուրս չի գալի, բայց այդ եղբայրական Ռուսաստանն է, որ նույնիսկ որպես գործընկեր, եթե ասում է, որ որևէ մեկը դա չի կարող սարքել, քեզ ինչ։ Դու վաճառի թող չկարողանա սարքել։ Չէ, ասма չեմ դուրս գալի, որտեվ ինքը գիտի, որ ինքը դուրս չի գալու, որտեվ Հայաստանի վարչապետը դրանք պայմանավորվածություն ունեն։ Ուղղակի հրապարակային չեն ուզում ասեն, այնա ասում է դե մենք պայմանավորվել ենք, ինքն էլ հիմա ասեց, դե ինչ անենք, ռուսներին դիմեցինք չեղավ, դե ես ինչ անեմ։ Այսինքն արդյունքում ինչ ստացվեց, թրիփ ենք կառուցում, քանի որ մեր գործընկերները համաձայն չեն Ռուսաստանի հետ համագործակցության, ստացվում է, որ Ռուսաստանը շարունակելու է այդ երկաթգիծը Ադրբեջան, Հայաստան, Հայաստան-Թուրքիա, ինքը պետքա վերանորոգման աշխատանքներ կատարի եւ շահագործի, եւ նաեւ այս գիծն էլ նորմալ ձևով մեծ համաշահեկան տարբերակով չի գնում, որտեղ ռուսների ձեռքին է։ Արդյունքում ինչ ստացվեց։ Թրիփը ընդամենը 99 տարով տվեցինք, 99 տարով տալու արդյունքում 1.74%-ը իրանց բաժնեմասն է, 26-ը մերը։ Հա, բեռը անցավ, ինչ որ տուրք վճարեցին, հասկացանք, այդ ճանապարհով անցան։ Բայց հիմա եթե այդ տարիների ընթացքում այդ ընկերությունը վնասով աշխատի, Հայաստանը 26%-ի վնասի իր վրա է վերցնելու։ Այսինքն անգամ ֆիզիկապես նենց չի, որ ասեն այ ախպեր, քու բեռը գալիս է Հայաստանով անցնում։ Էս ինչ հարցի համար այսքան պետք է վճարես, մնացածը գնա քո հարցերը լուծի։ Չէ, մենք դա վերցնում ենք, 74% տալիս ենք Ամերիկային, 99 տարով տալիս ենք, ասում ենք հետո 50 տարի հետո չանհանգստանաք, 50-50-ը համարյա դառնալու, որ արդյունքում մի քիչ մարդիկ չուզվեն։ Բայց այս ընթացքում, որ իրանք ներդրում են անելու, ծախսեր են անելու, այս են անելու, այն են անելու, հիմա որ դա վնասով եղավով է փակելու։ Այդ տարիֆները, որով որ տալու են, դրանով կարողանալու ենք փակենք։ Լուրջ եք ասում, միլիարդավոր դոլարների պրոցեսի տակ ենք մտնում, որ ընդհանրապես գան 42 կիլոմետր անցնեն։ Ու անգամ մեծ չգիտենք, դա մեզ ինչ է տալու որպես շահույթ։ Մանավանդ որ ասում ենք ինչ որ իրանք փող դնեն, գլխանց իրանց դրածը պետք է տանեն։ Այդ ուղղակի մենք պատկերացնենք, թե ինչի առաջ մեզ կանգնեցրեցին։ Հետո էլ ասում են Ռուսաստանի ստեից հանում ենք։ Ո՞չ ջան, այդ հեքիաթը ում համար եք պատմում։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայել Գալուզինը հայտարարել է. Արևմուտքը փորձում է մեր անվտանգության համար մարտահրավերներ ստեղծել հարավկովկասյան եւ նույնիսկ կենտրոնասիական ուղղություններով։ Սա էլ խոսում է նրա մասին, որ իրանք ընդգծված պնդում են, որ հարավկովկասյան տիրույթը իրանց անվտանգության տարածքն է, իրանց կենսական շահերի տարածքն է, այդ իսկ պատճառով իրանք ամեն ինչ անում են, որպեսզի այդպես չստացվի, որ Ամերիկան կամ Եվրոպան կարողանա այդտեղ խնդիրներ ունենա։ Այսինքն դա իրանք ցույց են տալիս, քանի որ Դոնալդ Թրամփն ասել էր, որ դա Ռուսաստանի կենսական շահերի տարածքն է, իրանք տեր են կանգնում իրանց տարածքին։ Հետո դուք պատկերացեք, այդ է մեր վարած քաղաքականությունը։ Ազգային անվտանգության համար պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տեղեկացրել են, որ երկրի զինված ուժերը պատրաստ են հարվածներ հասցնել Իրանին արդեն փետրվարի 21-ին։ Դոնալդ Թրամփը դեռ վերջնական որոշում չի կայացրել։ Այսինքն դուք պատկերացնում եք, որ հիմա նայում ենք Իրանի հետ կապված խնդիրը, նաև Թրիփի հետ կապված խնդիր եւ այլ, Իրանի հետ գործընկերություն, մանավանդ ռազմավարական գործընկերություն եւ Իրանում հիմա նորից լարված իրավիճակ եւ այդ պարագայում Աստված գիտի թե ինչ տեղի կունենա, եթե Ամերիկան հարվածի եւ արդյունքում մենք ինչի առաջ կկանգնենք։ Բայց հիմա տեսեք, Ամերիկան հիմա նման կարծիք են հայտնում, որ մինչեւ ամսի 21-ը խփելու ենք։ Խփեն թե չկտեսնենք։
Բայց հիշում ենք նախորդ անգամ էլ բանակցության ընթացքում իրանք հարվածեցին, ասում են դեսգոնությունը բթացնում ենք, որ հարվածենք։ Մանավանդ գիտենք, թե ինչպիսի ավիակիրներ են տեղափոխել եւ ինչ խնդիրներ են լուծում, բայց դրան անմիջապես արձագանքում են Եվրոպայից։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, մի քանի ժամ ժամից կարող է շատ ուշ լինել, կարող է այլևս հնարավոր չլինի լեհերին տարհանել Իրանից։ Տուսկը կոչ է արել Իրանում գտնվող բոլոր լեհերին անհապաղ լքել երկիրը, ԱՄՆ-ի եւ Իրանի միջև աճող լարվածության ֆոնին, անվտանգության իրավիճակի վատթարացման պատճառով։ Այսպիսի հայտարարություն եղել է Միացյալ Նահանգներից, եղել է Մեծ Բրիտանիայից, հիմա խնդիրը ուրիշ է։ Հարցը սա է։ Հիմա Տուսկը լեհեր են հիմա Իրանում։ Ինքը հասկանալով որ նրանք կարող է վտանգի մեջ հայտնվեն, ասում անմիջապես դուս եկեք, երկրի վարչապետը ինքը դա է ասում։ Հայաստանից կարող է ավելի շատ Հայաստանի քաղաքացի չլինի այնտեղ, քան Լեհաստանից Լեհաստանի քաղաքացի։ Բա մեզ մոտ ինչի ոչ մեկը չի ասում։ Հիմա դուք պատկերացեք Հայաստանի քաղաքացին գործով գնացել է Իրան, եւ մեկ էլ նայում է, լեհերին ասին դուս եկեք, ամերիկացին ասիկ դուս եկեք, բրիտանացիներին ասին դուս եկեք, ասում են ժողովուրդ մեզ համար բան չեն ասել, հիմա մենք մնանք թե գնանք։ Ով պետք է ասի ժողովուրդ ջան, կամ դուս եկեք, կամ զգուշ եղեք, կամ ինչ որ մի բան, մերը քաղաքացի չի ժողովուրդ ջան։ Այսինքն կարա Լեհաստանի վարչապետը անհանգիստ լինի, Հայաստանի վարչապետը մի հատ ծպտուն հանում է, որ մեր հարևան Իրանի հետ կապված կարող է հանկարծ հարված հասցնեն։ Ժողովուրդ ջան, ուշադիր եղեք, զգուշ եղեք, կամ դուս եկեք, եթե անհրաժեշտությունը չկա այնտեղ գտնվելու։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պլանավորում է փետրվարի վերջին այցելել Իսրայել Իրանի հետ կապված իրավիճակը քննարկելու համար։ Այսինքն լարվածությունը տեսնում եք Իրանի հետ կապված ոնց է շարունակվում։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին հայտարարել է. Այժմ իրոք մենք տեսնում ենք լարվածության աննախադեպ աճ տարածաշրջանում։ Սա էլ Ռուսաստանի գնահատականը մենակ Եվրոպայից չի։ Եվ այսինքն այդ լարվածությունը տարածաշրջանում կա, բայց մեր հեշտ պետքը չի։ Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն հայտնել է, ինչ վերաբերում է միջազգային ասպարեզում Ռուսաստանի Դաշնության դիրքորոշման, ապա դուք գիտեք, որ մենք միշտ հաստատակամորեն պաշտպանել ենք իրանցի ժողովրդի ինքնուրույն զարգացման իրավունքը, այդ թվում խաղաղ ատոմի տեխնոլոգիաների յուրացման հարցում, եւ մենք երբեք չենք հրաժարվել այդ դիրքորոշումից եւ չենք պատրաստում շեղվել դրանից։ Գլուշկոն ընդգծել է, որ Ռուսաստանի եւ Իրանի հարաբերությունները հենվում են պատմական երկարամյա փորձի վրա։ Այստեղ կասկածներ չկան, մենք ունենք ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր, տարածաշրջանային հարևաններ ենք, մասնակցում ենք Կասպյան հնգյակին, մեզ մոտ հիանալի կերպով զարգանում են թե առևտուրը, թե տնտեսական փոխգործակցությունը եւ թե մշակութային կապերը, ուստի մենք շարունակելու ենք այդ աշխատանքը, ասել է փոխնախարար Գլուշկոն։ Սա էլ Ռուսաստանի վերաբերմունքը Իրանի հետ կապված իրենց բարեկամության գործընկերության մասին։ Դե հիմա մտածեք, Հայաստանը Ռուսաստանի համար եղբայր է, Իրանի մասին ասում է եղբայր է, գնում է Ամերիկա, Տրամպի հետ խաղեր են տալի։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերելային Լևիթը հայտնել է, Իրանի հետ կապված փոքր առաջընթաց է գրանցվել, սակայն որ այդ նկատունի բանակցություններում, սակայն որոշ հարցերում մենք դեռ շատ հեռու ենք միմյանցից։ Լևիթը նշել է, որ Թրամփը կշարունակի հետևել իրադարձությունների զարգացմանը, այսինքն ընդգծված չի ուզում ասի վերջնական որոշում կա թե չէ։ Նույնիսկ եթե ելներ էլ չեր ասի, որովհետև Դոնալդ Թրամփը ցանկանում է դա հանկարծակիության վրա կառուցած լինել։ Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքյանը ընդունել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ցիվիլևին եւ դրան ուղեկցող պատվիրակությանը։ Եվ Պեզեշքյանը հայտարարել է, որ Իրանը վճռական է Ռուսաստանի հետ կնքված ռազմավարական գործընկերության համաձայնագիրը հնարավորինս շուտ իրականացնելու հարցում, ռազմավարական գործընկերության համաձայնագիրը, որը արդեն ստորագրված է, հիմա այս նույն պարագայում, բայց շարունակությունը նայենք, տարածաշրջանային երկրները պետք է ընդլայնեն իրենց հարաբերությունները այնպես, որ տարածաշրջանային հարցերը որոշելու համար չպահանջվի տարածաշրջանից դուրս գործողների միջամտությունը, հավելել է Իրանի նախագահը։ Այսինքն ուղղակի թե անուղղակի ինքը ասում է տարածաշրջանի երկրներ կողմնորոշվեք, դրսից չգան մեր գործերին միջամտեն։ Այսինքն ինքը ոնց որ պարտադրի, ասի դուք վերաբերմունք արտահայտեք, որ մենք մեր հարցերը լուծելու ենք տարածաշրջանում։ Հայաստանը կարող է հիմա կանգնի Ամերիկային ասի, այս կողմերը գործ չունես։
Անիմաստ տեղը, որ այդ բոլորին խառնում ես իրար, հետո արդեն ստացվում է, որ ամեն մեկը կողքից ասում է կողմնորոշվի ում հետ ես։ Թրամփին ասում ես քո հետ ենք, Իրանին ասում ես քո հետ ենք։ The Wall Street Journal-ը գրում է. ԱՄՆ մերձավոր արևելք է տեղափոխում 2003 թվականի Իրաք ներխուժումից ի վեր ամենախոշոր ավիացիոն խմբավորումը։ ԱՄՆ զինվորականները պատրաստ են միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ, սակայն Թրամփը դեռ չի որոշել, արդյոք տալ հարվածներ հասցնելու հրաման կամ եթե նա տա այդ հրամանը, նպատակը կլինի կանգնեցնել Իրանի առանց այն էլ թուլացած միջուկային ծրագիրը, ոչնչացնել նրա հրթիռային ուժերը, թե փորձել տապալել իշխանությունը։ Այսինքն նրանք չեն քննարկում, որ խփի թե չէ, մտածում են խփելու նպատակը, որից կախված է ինչ դոզայով խփի եւ ինչ խնդիրներ իր առաջ դնի։ Հիմա այսինքն էսա քննարկվում մեր շրջապատում։ Մենք ինչ ենք քննարկում, այդ չգիտեմ։ Հիմա նաև Ուկրաինայի հետ կապված նայենք, որտեղ այդտեղ էլ հարցերը կարգավորված չեն, դեռ տեսակետները բավական հեռու են լուծումից, իհարկե որոշ հարցերը մոտեցել են, բայց տեսակետները հեռու են։ Հիմա Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագրի շրջանակում Եվրամիությունը մտադիր է պահանջել, որ Ռուսաստանը դուրս բերի իր զորքերը Բելարուսից, Վրաստանից, Հայաստանից եւ Մերձդնեստրից։ Այս կետը ներառված է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի կողմից անդամ պետությունների շրջանում տարածված քննարկման փաստաթղթում։ Այսինքն եթե Ուկրաինայում գնում ենք խաղաղության, այսինքն նոր աշխարհակարգի պարագայում, որը ձեռք ենք բերելու, ասում դե դա Ռուսաստան մի հատ դուս արի Բելարուսից, Վրաստանից, Հայաստանից, Մերձդնեստրից։ Ահա, հիմա տեսեք ինչի համար եմ դա ասում։ Եվրոպայի հիմնարար շահերը մայրաքաղաքում համապարփակ արդար ու երկարատև խաղաղություն եւ անվտանգություն ապահովելու գործում վերնագրով փաստաթուղթը ներկայացնում է Բրյուսելի տեսակետը Մոսկվայի կողմից կատարվելիք պայմանների վերաբերյալ։ Հարևան երկրներից զորքերի դուրսբերումից բացի Եվրամիությունը պնդում է փոխհատուցման վճարման Ուկրաինայի օկուպացված տարածքների ապառազմականացման, դրանց դե յուրե ճանաչումից հրաժարվելու եւ Եվրոպայի դեմ Մոսկվայի կողմից հիբրիդային հարձակումների դադարեցման մասին։ Բայց երևի Կայա Կալասը չի լսել, որ Ալեն Սիմոնյանը Ռուսաստանին հարցազրույց տալու ժամանակ ռուս լրագրողին ասեց, որ մենք 102-րդ բազան չենք ուզում հանենք, որովհետև 102-րդ բազան մեր անվտանգության երաշխավորն է, որովհետև եթե հանկարծ այդ բազան հանենք, որ մեր X երկիր հարձակվի մեր վրա, այդ ձեր ՆԱՏՕ-ն պետք է ինչ-որ մի հատ հայտարարություն անի, ոչ ավելին, ով է մեզ տեր կանգնելու։ Այսինքն դուք պահանջում եք, որ Ռուսաստանը այդ բազան հանի։ Լավ մի հատ Հայաստանին ասեք, իսկ ինքը ուզում է, որ Ռուսաստանը այդ բազան հանի։ Ժողովուրդ ջան, մի հատ կողմնորոշվեք ումից ինչ եք ուզում։ Չեք տիրապետում ինչա կատարվում։ Դա նշանակում է չեք հետևում Ալեն Սիմոնյանի հարցազրույցներին։ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է. Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկումը բխում է ԱՄՆ շահերից, քանի որ պոտենցիալ համատեղ նախագծերի փաթեթը գերազանցում է 14 տրիլիոն դոլարը։ ԱՄՆ-ն ի վերջո կչեղարկի պատժամիջոցները, քանի որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները ամերիկյան բիզնեսի համար արժենում են ավելի քան 300 միլիարդ դոլար։ Մոսկվայում շեշտել են, որ արևմուտքին չի հերիքում քաջությունը խոստովանելու Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ձախողումը։ Հենց արևմտյան պետություններում եւս բազմիցս հնչել են կարծիքներ, որ հակառուսական պատժամիջոցներն անարդյունավետ են։ Իհարկե խնդիրը նա էր, հետո Դմիտրիևը նաեւ հերքեց այն տեսակետը, որ մենք պատրաստ ենք այդ 14 տրիլիոնի հետ կապված պայմանավորվենք գործարքի մենակ թե պատժամիջոցները հանեն, թե մենք տենց բան չենք խոստացել, մարդիկ է քո ասածն են ասում, չես խոստացել որն է, բայց ինչ է իր թվարկում։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է. Ալյասկայում տեղի ունեցած իրադարձությունից մի քանի շաբաթ անց բոլորովին անսպասելիորեն Բայդենի նախագահությունից ի վեր առաջին անգամ Թրամփի վարչակազմը հայտարարել է Լուկոյելի եւ Ռոսնեֆտի դեմ ԱՄՆ պատժամիջոցների մասին։ Ալյասկայի պայմանավորվածությունը օգոստոսի 15-ի մասին է խոսքը, որ իրանք անընդհատ հիշացնում են, որովհետեւ Դոնալդ Թրամփը իրանց դեմ բաներ էր խոստացել, հետո իրավիճակը փոխվեց, խոստումը չի կարող կատարի։ Դրանից հետո հայտարարություն եղավ, որ ամերիկացիները պահանջում են Հնդկաստանը դադարեցնել ռուսական նավթի գնումները։ Հետո եղավ Վենեսուելան, վերջերս էլ Ամերիկայի ֆինանսների նախարարության ստորաբաժանում հանդիսացող արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակը որոշակի հրամանագիր է արձակել
որը թույլ է տալիս Վենեսուելայի նավթարդյունաբերությանը վերցնել գործունեությունը, բայց արգելում է Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի մասնակցությունը։ Եթե ամերիկացիները մեզ անկեղծորեն ասում էին, որ եկեք կարգավորենք Ուկրաինայի հարցը, և մենք փոխշահավետ համագործակցություն կսկսենք, ապա այժմ նրանք փորձում են մեզ դուրս մղել համաշխարհային էներգետիկ շուկաներից։ Մենք մեր ամերիկացի գործընկերների հետ համաձայնության եկանք, որ բացի Ժնևում ընթացող ընդլայնված ռազմաքաղաքական բանակցություններից պետք է ստեղծենք երկկողմ տնտեսական աշխատանքային խումբ։ Այս խմբի շրջանակներում մենք կշարունակենք այս բոլոր հարցերը։ Մենք ուզում ենք հասկանալ, թե որոնք են փոխադարձ օգուտները ըստ Տրամպի վարչակազմի սահմանման, հավելել է Լավրովը։ Հիմա Լավրովը ինչից է անհանգստացել, որ գնացել են Տրամպին համոզել են, բիզնեսի հետ կապված բան են պայմանավորել, Տրամպն էլ Ուկրաինայի զիջումների մասին է խոսացել, եւ այդ պարագայում ստացվում է այնպես, որ հիմա ասում են, բան էինք պայմանավոր, բայց Տրամպը չի կարող Ուկրաինայի վրա ճնշումը արևմուտքը պաշտպանում է, իր երկրում ոտի են կանգնում, հազարամյա հարցեր են քննարկում, կոնգրեսի միրա ասած տարբերակները չի անցնում, արժևում ընտրություններ է, անընդհատ հիշացնում է, որ դու մեզ բան ես խոստացել, հա, խոստացել է, բայց չի կարողանում անի, որովհետև ինքը հասկանում է, որ եթե դա արեց, ավելի շատ կորուստ է ունենալու, հիմա ես խաղերի մեջ է, հիմա որի խոստացածը չանի, այս կարգի հարցերի մեջ, որ Ռուսաստանի հետ բանա պայմանավորվել չի անում, եւ այս պարագայում այնպես է ստացվում, որ հիմա մարդիկ խոսում են նրա մասին, որ Հայաստանի հետ կապված ինչ որ պայմանով է ամեն ինչ հստակ կատարելու է։ Ինչի՞ց ենթադրեցիք, ով է ձեզ դա ասել, որ դա տենց ելնելու է։ Հիմա ուզում եմ ասեմ, որ մենք տեսնում ենք մեր շուրջ ինչ է կատարվում աշխարհում, այդ լարվածությունը այս ամեն ինչը, եւ մեկ էլ այս պարագայում մենք տեսնում ենք, որ այս ընտրական process-ները, այս լարվածությունները ինչպիսի պայքարագնում, հատկապես շատ ակտիվ են պրոռուսական ուժերը, հիմա մենք հասկանանք ի վերջո ինչ են անում այդ արդյունքում։ Դրա համար հիմա խոսեմ մի քիչ էլ ընտրությունների հետ կապված, ասեցի, որ ձեզ կներկայացնեմ, հիշում եք, որ խոսել ենք այն մասին, որ ես սկզբնական նաեւ մտադիր էի, որ նաեւ դաշինք կարելի է կազմել համախոհ ուժերի հետ եւ նույնիսկ այդ ուղղությամբ որոշակի բանակցություններ վարում էի, աշխատանք տանում էի, բայց ստացվեց այնպես, որ Գուրգեն Սիմոնյանը զանգեց, պայմանավորվեցինք, զրուցեցինք եւ մի քիչ խորացանք թեմայի մեջ, հարց առաջացավ, դրա համար է պլաններս փոխվեց, ասեմ ինչի համար, որովհետեւ ինքը արդեն հայտարարել էր, որ գնալու են միայնակ ընտրություններին իրենց կուսակցությունով, ոչ թե դաշինքով, այսինքն ստացվում է, որ ուսումնասիրել էին նաեւ իրենք սոցիոլոգիական հարցում էին արի, իհարկե ոչ հրապարակելու համար, գիտեք, սոցիոլոգիական հարցումներին առանձնապես մարդիկ չեն հավատում, ուղղակի իրանց համար որպես աշխատանքային փաստաթուղթ հասկանալու ինչ է կատարում, այո, մարդիկ իսկապես իրանց համար ոնց որ այդ պակասը ունենային, զգային, որ դրա անհրաժեշտությունը կար նորաստեղծ կուսակցությունների նկատմամբ սովորաբար գիտեք անվստահություն ալնում, ասում են դե լավ, էս էլ հերթականը, բայց ոնց որ մարդիկ սպասեին այդ կուսակցությանը եւ իսկապես շատ դրական արձագանքներ էին ստացել հասարակության կողմից եւ ստացվում էր, որ այդ ամեն ինչը արվածի պարագայում դաշինք ստեղծել մի հատ անունով, հետո որոշ կուսակցությունների ընդգրկել կարող է այդ ստեղծած այդ արածը իրոք կորցնեինք, մանավանդ որ շատերը պարզապես ասում էին մաքուր ուժ է, մարդիկ եկել են, որևէ անցյալի բեռ իրանց վրա չկա եւ այլ եւ այլ։ Այսինքն ընտրելու հարցեր։ Ես էլ իմ համախոհների հետ խորհրդակցեցի, ոչ թե սոցիոլոգիական հարցում, որովհետեւ համախոհներին էի հարցնում, ոչ թե ստանդարտ ձևով սոցիոլոգիական, ինչ կարծիքի եք։ Իհարկե նախնական հակված էին, որ դա լինի դաշինք, բայց ասում էի դաշինք եթե եղավ Գուրգեն Սիմոնյանին ուզում եք միանանք, ինքը չի կարողանա, ինքը առանձին է գնալու, ասում են ոնց տենց չի լինի, ավելի լավ է ուրեմն դուք միացեք, միայն միասին ելնեք, որտեղ իր դեմ չեք մրցակցելու։ Դա այդտեղ մնում էր արդեն մի քանի հարց ես ինձ համար ճշտեմ, այն կարմիր գծերը ոնց ենք պատկերացնում իրար հետ գնալու, առաջի հարցը ունեցանք մեծամասնություն, դիմում ենք Եվրամիության անդամակցության, այո, դիմում ենք Եվրամիության անդամակցության։ Երկրորդ հարց, եթե չենք ունենում մեծամասնություն, ինչ ենք անում, որևէ մեկին միանում ենք, թե չենք միանում, միանշանակ չենք միանում, այ դա էլ էներ ինչի մասին, որ խոսել ենք, որովհետև եթե մենք գնում ենք և որևէ մեկը մեզ առաջարկում է միանալ իրան, եթե միանում ես իրան, նույնիսկ իշխանությունը կիսում է քո հետ, նախարարական պորտֆելներ ես ունենում եւ այլ, բա ում ծրագիրն ես կյանքի կոչում։ Բայց այդ մարդիկ ուզում են Հայաստանն ավելի սերտ համագործակցի Ռուսաստանի հետ։ Եթե դու գնաս միանաս իրան, ստացվում է մենք ինչ ենք անում։ Դրա համար որպեսի
դա էլ ինձ համար շատ սկզբունքային հարցեր, նաև իր համար։ Այո, եթե չենք ունենում մեծամասնություն, գնում ենք հարթակն օգտագործում ենք խորհրդարանի, գնում ենք, մենք այդ կապերը, միջազգային կապերը եւ ամեն ինչով անում ենք ամեն ինչ, որ ի վերջո հասնենք նրան, որ այո հասնենք, որ կարողանանք նաև կազմակերպենք ստորագրահավաք, որպեսզի պարտադրենք այն իշխանությանը, որը եթե մենք չենք ուրիշն է, այդ իշխանությունը հայտ ներկայացնի Եվրամիության անդամակցության, որտեղ նախորդ անգամ, որ ստորագրահավաքը կազմակերպվեց, նպատակը պետք է լիներ հանրաքվե անցկացնել, որպեսզի հայտ ներկայացնել Եվրամիության անդամակցության, բայց իշխանությունները պայմանավորվեցին կազմակերպիչների հետ, հիշում եք, սկզբից դեմ էին իշխանությունները, հետո շատ լավ համաձայնվեցին, որտեղ դուրներն եկավ, որ մի հատ օրենք ընդունենք, ասենք վերջ ընդունել ենք, բայց այդ օրենքը ընդունելուց հետո ոչ ժամկետ կա, ոչ պարտավորություններ կա, եւ այդ արդյունքում ստացվի այնպես, որ պետք է ասեն, դե տեսեք, Ժողովուրդ ջան, օրենք ենք ընդունել, գնում ենք Եվրամիություն, արդյունքում էլ հետո ասեն, դե գիտեք ինչ, մինչեւ չգանք ճամփաբաժանին հասնենք, Եվրամիություն չենք գնա շարունակում ենք խորանալ եւ լայնանալ ԵԱՏՄ-ի մեջ։ Այսինքն դափնիներ վերցնեն, որ իրանք են դրա կողմնակիցը, բայց արդյունքում ոչ մի բան էլ չանեն։ Դրա համար պետք է հստակ ձևով, այո, քաղաքացիական նախաձեռնությամբ կազմակերպել, այդ ժամանակ հնարավորություններն էլ մեծ կլինի եւ մենք կլնենք, մենք կանենք, մյուս իրանք կլնեն, իրանք կանեն։ Բայց ժողովուրդը ստիպի, որ իրանք անեն, մենք է դրանք կազմակերպենք։ Եվ երրորդ հարցը, որ ինձ համար շատ կարևոր է եղել, ուզեցել եմ իմանամ, ոչ կա որևէ պետություն, որևէ օլիգարխ, որևէ կառույց, որը կանգնած է Գուրգեն Սիմոնյանի կառույցի հետևում։ Որտեղ դա ինձ համար կարմիր գիծ է։ Եթե կա, մենք ում ծրագիրն ենք իրականացնում։ Նրանց, ուրիշի։ Եվ միանշանակ ես ստացել եմ այդ հավաստիացումները, որ որևէ մեկը չկա։ Որ այդ ամեն ինչը ինչ որ արվում է կուսակցության համախոհների ուժերով, տարբեր մեր հայրենակիցների աջակցությամբ եւ որոնք որ որևէ ձևով չեն պարտադրում, որ իրանք ծրագիրը իրականացնեն, ընդհակառակն ասում են ձեր ծրագրին ինչպես աջակցենք։ Նույն ձևով բնական է նույն հարցը պետք է հայտարարել Գուրգեն Սիմոնյանին, որ իսկ իմ հետևին կանգնած վաղը մյուս օր այսքան չարչարվում ենք կուսակցություն, հազարով մի բան ենք անում, գնում ենք ընտրության, նորաստեղծ կուսակցությունը այսօր ինչ որ չափով խորհրդանում ներկայացված կլինի, հաջորդ անգամ ավելի շատ եւ այլ, մեծ ապագա ու հեռանկար ունեցող կառույց, հանկարծ մենք չկանգնենք, խայտարակելնենք առաջի իսկ մեր ռազմական մկրտությունը քաղաքական, որ մեկը վաղը մյուս օրը պարզի, որ իմ հետևին ինչ որ մեկը կանգնած է եւ ինչ որ ուրիշի ծրագիրն ենք անում։ Նույն ձևի ես եմ հավաստիացել, որ նման բան գոյություն չունի, կարող եք հանգիստ լնել եւ դրա համար մենք շատ հանգիստ կարող ենք պայմանավորվել եւ ճանապարհ անցնել։ Եվ դրա համար ինչ որ միտեղ նաեւ օգտվելով առիթից ասում եմ, որովհետեւ շատ կարեւոր է նաեւ ձեր աջակցությունը այս ամեն ինչի մեջ, որը տեսնում եք, որ ինչ անհավասար կռիվների մեջ ենք, բայց մենք վճռական ենք, ժողովուրդը դրա կարիքը ունի, դրա պահանջը ունի, դա նշանակում է, որ դիմեք ձեր բոլոր ծանոթներին, բարեկամ, ծանոթ, նույնիսկ եթե վերջերս չեք խոսել, այս առիթով զանգեք, խոսեք, եթե վստահում եք, զանգեք, ասեք, որ հարգելիներս, մենք վստահում ենք այս մարդու, մենք Էդվարդ Անտինյանն ենք վստահում, մենք Գուրգեն Սիմոնյանն ենք վստահում, հիմա իրանք միասին են, դուք ինքներդ դսեք, կարդացեք, ծանոթացեք, դուք պատկերացրեք ինչքան ֆանտաստիկ մեծ ռեսուրս է պետք, որ ամբողջ հանրապետությունով մարդկանց, ասենք, ճանաչելի դարձնել քու գաղափարները, ծրագրերը, արժեքները, որ նույնիսկ ֆիզիկապես իհարկե մենք փորձելու ենք հիմա մարզային այցելություններ կգնանք ճանաչողական, ավելի շատ կակտիվացնենք մեր անելիքը, բայց դուք էլ շատ մեծ անելիք ունեք, որովհետև ձեր անձնականի համար բան չեք խնդրում, մեր երկրի ապագայի համար եք ասում։ Ուղղակի ասում եք ծանոթացեք, իմացեք, նյութերը տարածեք, մաքսիմալ ձևով տարածեք, որովհետև հիմա մի քանի ամիս է մնացել, որ դրա հետ կապված մենք լուրջ ճանապարհ ունենք գնալու։ Նրանք էլ ովքեր շատ դեպքերում նաև դրսից էլ են ելնում, ասում են, որ բա մենք ինչով կարող ենք օգտակար, այո, ձեր բարեկամներին ասեք, տարածեք նյութեր, ամեն ինչ արեք, բարեկամներին ասեք։ Ուզում եք հաշվի առնելով, որ ինչ անհավասար պայմանների մեջ է այս ամեն ինչը գնում, կարող եք ձեր ֆինանսական աջակցություն ունենաք, արեք մեր ծրագրի, մեր կայքի ակտիվացման համար դա մի խնդիր է։ Գուրգեն Սիմոնյանը ավելի գլոբալ ծրագրերը, որ մեր ընդհանուր ծրագիրն է, բայց ինքն է կազմակերպում, կապ հաստատեք, իմացեք, խոսեք, նրանք ովքեր կուզենան կուսակցության անդամ դառնան, դիմեք, անդամագրվեք, նրանք ովքեր ցանկություն կունենան ինչ որ մի ձևով աջակից ելնել այդ ամեն ինչին, բաժանորդագրվեք Գուրգեն Սիմոնյանի YouTube-յան ալիքին, որովհետև այն ինչ որ ես
մեր մոտով եմ ասում նաև ընդեղով էլ ինքնա տարբեր բաներ ներկայացնելու հազար ու մի հարցերի մասին խոսել, բա օգնությունը հենց այդպես է ալնում, շուրջները նայեք թե ինչ է կատարվում, մենք ինքներս մեր ընտրությունը կատարել ենք եւ չենք ընտրել այնտեղ որտեղ պաշտոն են բաժանում կամ այնտեղ որտեղ փող են բաժանում, մենք ուզում ենք, որ այդ ամեն ինչը անենք ձեր աջակցությամբ, ձեր շնորհիվ եւ որով իմանանք, որ մենք այդ ծրագիրն ենք անում, ոչ թե որևէ մեկի ծրագիրը։ Այսինքն դա էլ հնարավորության դեպքում դուք մտածեք ձեր մասնակցության ձևը այդ ամեն ինչին, պարբերաբար կներկայացնենք մեր այցելությունների մասին էլ ամեն ինչ էլ եւ նաեւ մի բան էլի նկատի ունեցեք, անկախ իմ կարգավիճակից, որը ես կունենամ, այս ալիքը շատ ավելի կարեւոր խնդիրներ լուծելու համար է, ոչ թե մենակ զուտ աշխատանք տանենք խորհրդարանում հայտնվելու համար։ Վաղը ես անկախ իմ կարգավիճակից падգամավոր կլնեմ, նախարար կլնեմ, թե ոչ են կլնեմ, ոչ են կլնեմ, այս ալիքը աշխատելու է ձեզ համար։ Միշտ ժամանակ կգտնեմ աշխատելու համար, որովհետև այն ինչ որ մենք քննարկում ենք, դուք ամեն մեկը մտածեք, ինչ որ մի բան լսեցիք, մի բան դրան ավելացրեցիք, տարածեցիք ձեր շրջապատում, մենք ինչպիսի աշխատանք ենք կատարում համառ ջանքերի շնորհիվ։ Այո, եւ այդ պարագայում այդ ամեն ինչը անելու համար շատ կարեւոր է նաեւ իսկապես այդ լրջությունը, այդ ամեն ինչը պատկերացնեք։ Եվ դրա համար ինչ որ միտեղ այսպիսի խնդիր կա, էլի, այս process-ների մեջ մտնելու համար նույնիսկ եթե ամենավատ պրոբլեմատիկ վիճակն էլ եթե ելնում է անգամ առողջական խնդիրների հետ կապված, դու մտածում ես, դու առաքելություն ունես, այս ազգի առաջ, այս պետության առաջ, ինչ պետք է անես, որ կարողանաս դրան նորմալ ձևով կարողանաս այդ ամեն ինչին մասնակից լնես, աջակից լնես։ Դրա համար ինչ որ միտեղ նաև ուզում ես առողջ սերնդափոխություն լինի, ավելի երիտասարդ գործիչներին օգնես, որ հանկարծ քո խնդրի պատճառով մարդկանց չողոքեվորես, որից հետո ի վիճակի չլնես դա անես։ Փառք Աստծո այդ խնդրեմը հաղթահարեցինք, ես այդ խնդիրը չունեմ, մի նկատ ունեմ վերահատությունից հետո ոնց որ վերականգնվում է ամեն ինչ եւ նույն էներգիայով ես կարող եմ դա անել, բայց կարող է եւ չստացվեր, չէ՞։ Բայց դրա համար բայ եթե չստացվեր, բա մեր այն ծրագիրը, որը ուզում ենք անենք, կանգնել ասեի կներեք ժողովուրդ ջան, վիճակի չեմ անել։ Ես ինքս ինձ չէի ների։ Չնայած մեղավոր չեմ, բայց չէի ների։ Դրա համար մենք պետք է ունենանք այնպիսի ուժի մարդկանց օգնենք, որ վաղը մյուս օրը որևէ մեկի խնդրի պատճառով ծրագիրը չտուժի եւ շատ դեպքերում ասում են մարդիկ չեն համախմբվում, ամբիցիաներ են բանացնում, ես իմ կողմից ցույց տվեցի, որ ամբիցիայի խնդիր բացարձակ լինել չի կարող։ Կանգնենք, օգնենք, թեւուտիգուն քլնենք։ Ամբիցիան գաղափարն է, ոչ թե անձը։ Այսա է շատ կարևոր։ Եթե դուք այն ինչ որ կատարվում է, դա ձեզ համար ընդունելի գնահատելի է, դուք էլ արդեն գիտեք ձեր վերաբերմունքը, ինչպես գտնեք ձևերը, միասին ամեն ձևով շատ ակտիվ ձևով այս ամեն ինչը տանենք առաջ, ու ամեն անգամ իմ հաղորդումների վերջի մասում ես կանրադառնամ կամ սկզբին այդ ոնց կստացվի նաև մեր գործունեությանը ընտրությունների հետ կապված։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Տանտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։